Ավելի քան 10 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո անհետ կորած 14-ամյա Վահե Ապիկյանին գտել են Գառնիում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Տղան 3 երեկոյան էր տանից գնացել, թողնելով գրություն, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից եւ գնում է ճգնելու։ Եվրամիությանն անդամակցելու համար Հայաստանը ստիպված կլինի Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի վիզա սահմանել եւ միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Եվրախորհրդարանի падգամավոր Ֆերնանդ Կարթհայզերը Իզվեստիային հայտնել է, որ Բրյուսելը օգտագործում է Հայաստանը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար, սակայն ի վիճակի չի լինի պաշտպանել երկիրը նման քայլերի տնտեսական եւ քաղաքական ծանր հետևանքներից։ Ըստ նրա, Չեռնոգորիայի եւ Սերբիայի սցենարներն են սպասվում Երևան։ Իզվեստիայի փոխանցմամբ Եվրոպան փորձում է թուլացնել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում, սակայն Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ կապերի խզումը Հայաստանի համար ծանր տնտեսական հետևանքներ կունենա։ Ընդհուպ ՀՆԱ-ի միջև 1/3 կորուստ, գազի գնի եռապատկում եւ արտահանման հիմնական շուկաների կորուստ։ Ես ինքս այդ քաղաքական բաղադրիչին անդրադարձա, առանց նույնիսկ դուք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ առկա խնդիրները միայն տնտեսական չեն, այլ ունեն նաև քաղաքական բաղադրիչ։ Նրա խոսքով Ռուսաստանը խնդիր է տեսնում Հայաստանի այլընտրանքային գործընկերություններ ձևավորելու գործընթացում, սակայն Հայաստանը չի ընդունում այն մոտեցումը, թե հարաբերությունները պետք է լինեն բացառիկ։ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, չի ունեցել։ Տնտեսական առումով Ոչ, այդ թվում քաղաքական առումով, ինչի տնտեսական առումով, այդ թվում քաղաքական առումով, ինչա տեղի ունեցել, ինչն է պրոբլեմը։ Պրոբլեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Պրոբլեմը այդտեղ է։ Անդրադառնալով Ռուսաստանի սահմանափակումներին, Փաշինյանը նշել է, որ խնդրել է վերացնել դրանք Հայաստանի դիրքորոշումը հասկանալու եւ հարգելու համար։ Նա հավելել է, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի համար դեռևս անհրաժեշտ պայմաններ չկան, քանի որ Հայաստանը նախ պետք է ձևավորի իր այլընտրանքային ուղղությունները։ Վարչապետը նաեւ հիշեցրել է 2022 թվականի իրադարձությունները, հարցնելով, թե ինչով էր Հայաստանը վատ գործընկեր, որ ՀԱՊԿ չկատարեց իր գործառույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն փաստացի կաթվածահար վիճակում է եւ չի գործում իր լիարժեք հնարավորություններով։ Ըստ Փաշինյանի պարզաբանման ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, բայց դա հարթակ է, որտեղ նա բարձրաձայնելու է Հայաստանի օրակարգին առնչվող բոլոր հարցերը։ Նրա խոսքով, եթե ԵԱՏՄ պայմանագրային մեխանիզմները չեն աշխատում, ապա կառույցը չի կարող լիարժեք գործել։ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ը։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, ինչպես գիտեք, Տիկին Բաղդասարյանը դադարեցնում է վարչապետի մամուլի։ Մելանիա Հարությունյանը կփոխարինի Նազելի Բաղդասարյանին Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Մելանիա Հարությունյանը նախկինում եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդական խորհրդի քարտուղարը, իսկ արդեն նախկին մամուլի քարտուղարը պատգամավոր է։ Նրան 3 ԿՊ վարչությունը ընտրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է 35-ամյա տղամարդու։ Նա դրամական փոխանցումներ է կատարել այն կրիպտոպահոցին, որը օգտագործել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Ըստ ռուսական գերատեսչության այդ միջոցները ուղղվել են դիվերսիոն գործողությունների ֆինանսավորմանը։
Ռուսաստանը գիշեր հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինային։ Նախնական տվյալներով զոհվել է 13 մարդ։ Մայրաքաղաք Կիևում զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ։ Մի քանի ոչ բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Կրիվոյ Ռոգին։ Տեղական իշխանությունների տվյալներով ռուսական Իսկանդեր-M հրթիռը խոցել է բնակելի տուն։ Զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան 2 աղջիկ։ 8 մարդ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները եւ իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Այս հարձակման ֆոնին Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդմամբ այդ քայլն արվել է երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին եւ պատսպարվել։ Well, I watched the whole thing today, but more importantly, I was a part of. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է շատ ուժեղ հարվածել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ռազմաբազայի եւ նավթատար նավի վրա իրականացված հարձակումների, ինչպես նաեւ առաջարկել է պատժամիջոցների օրինագծում Իրանի նկատմամբ մաքսատուրքեր ներառել։ Նա իր զարմանքն է հայտնել Չինաստանից Իրան 400 հրթիռային կայանք փոխանցելու մասին լուրերի վերաբերյալ, նշելով, որ վստահում է Սի Ցինփինի Թեհրանին զենք չվաճառելու անձնական խոստմանը։ Why he did that was very simple. His lawyer told him to. Անդրադառնալով ներքին եւ արտաքին այլ հարցերի, Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը որակել է պարզապես լավ։ Պաղեստինամետ ցուցարարները Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցի նախասրահում ակցիա են իրականացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրելով ցեղասպանության համար, ինչից հետո ոստիկանները նրանց դուրս են ուղեկցել շենքից։ Ցուցարարները հայտնել են, որ չեն կարողացել մոտենալ վարչապետին, ով ԱՄՆ էր ժամանել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման եւ պաշտոնական միջոցառումների մասնակցելու նպատակով։ Down the sidewalk. Down the sidewalk. You can film down the sidewalk. Թուրքիայում հրշեջ բրիգադները պայքարում են Մուղլա նահանգում մոլեգնող անտառային խոշոր հրդեհների դեմ։ Ուժեղ քամիների հետևանքով արագ տարածվող կրակի պատճառով փակ է Ֆեթիե եւ Անտալիա քաղաքները կապող ավտոճանապարհը։ Վերջին օրերին հրդեհների նոր օջախներ են բռնկվել։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների Մուղլայում հրդեհը դեռևս դուրս է վերահսկողությունից։ Կրակի դեմ պայքարում ներգրավել է 16 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, հարյուրավոր հրշեջներ ու ցամաքային տեխնիկա։